Աքսել Բակունցը ոչ միայն հանճարեղ արձակագիր էր, այլև ֆիլմերի սցենարիստ, լրագրող, գյուղատնտես, թարգմանիչ։ Բակունցը շուրջ 3 տարի աշխատել է որպես Զանգեզուրի գլխավոր գյուղատնտես և հողբաժնի վարիչ։ Հայրենի գյուղում նա ի պաշտոնե լուծում էր հողային վեճերը։ Բակունցը բարձր էր գնահատում գյուղատնտեսական գիտության դերը երկրի տնտեսության զարգացման գործում։ Ուստի նա ջանքեր չէր խնայում Խարկովի համալսարանում ձեռք բերած գյուղատնտեսական գիտելիքները մարդկանց փոխանցելու և գյուղի զարգացմանը նպաստելու հարցում։ Բակունցը երկար տարիներ թղթակցել է մամուլին որպես լրագրող և սրբագրիչ։ Երևանի և Թիֆլիսի թերթերում տպագրվում էին նրա հեղինակած նյութերը օրվա հրատապ խնդիրների, անօգնական մարդկանց, իշխանությունների անարդարությունների և այլ հարցերի վերաբերյալ։ Պարբերական մամուլի էջերում տպագրվում էին նաև նրա գեղարվեստական պատումները։ Իսկ դուք հիշո՞ւմ եք, որն էր թերթում տպագրված առաջին նյութը, որի համար կալանավորվեց Բակունցը։ Բակունցը կարևոր ներդրում ունեցավ հայկական կինոարվեստի զարգացման գործում։ Իր գրած սցենարներով նա կինոաշխարհ բերեց նոր թեմաներ, իրականությունը խորապես տեսնելու և պատմական փաստերի հետ համադրելու զարմանալի վարպետություն։ Թերևս քչերին է հայտնի, որ Աքսել Բակունցը գրել է հետևյալ ֆիլմերի սցենարները։ Այս ֆիլմերի մի մասը մշակվելուց հետո արգելվել են և չեն նկարահանվել, իսկ Զանգեզուր ֆիլմն էկրաններին հայտնվեց Բակունցի գնդակահարությունից 1 տարի անց, առանց գրողի անվան հիշատակման և Համոբեկ Նազարյանի փոփոխած սցենարով։ Չնայած այս ամենին, Բակունցը կինոյի պատմության մեջ մնաց որպես հմուտ կինոդրամատուրգ։ Աքսել Բակունցը նաև հմուտ թարգմանիչ էր։ Նա վարպետորեն թարգմանել է Գոգոլի «Տարազ Բուլբան» վիպակը, աշխարհաբարի վերածել Այգեկցու աղվեսագիրք ժողովածուն։